Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Հիշողությունը որպես ուժ, զանգ չտվա, բայց խոստումը մնացալ է, Արցախը հաղթանակները ջնջվում են, Գերմուշը փլուզման եզրին, հայոց լեզվի թաքնված ճշմարտությունները, Արցախը թվային հիշողության մեջի, Լիբանանը կրակի տակի, Թաթխոն կորած մշակույթի հետքեր։ Հիշողությունը պարզապես անցյալ չի, զենքա, ուժա, վերը ձևավորում է մեր ինքնությունն, որոշում մեր ապագան, հայ ժողովրդի պատմությունը լցված է ողբերգությունով, կորուստներով, պայքարով, Արևմտյան Հայաստան ճակատագիրը, Օսմանյան կայսրության տարիներին իրականացված հանցագործությունները մենակ պատմության էջեր չեն, դրանք վերքել են վերշարունակում են ձևավորելը մեզ սոր, բայց հենց այդ ցավի միջից է ծնվել մեր տոկունությունը, եթե մենք մոռանանք, մենք կորցնական ենք ոչ միայն անցյալը, այլև մեր իրավունքները, մեր սայսը, մեր միասնականությունը, հիշողությունը վերմիավորում է աշխարհ Փյուր հայությանը ու դարձնում մեզ ուժեղ, դաժե վերմունք բաժանված ենք աշխարհավին, սոր հիշողությունը տռնում է ռազմավարություն, մեզ սվրցնում է թահունց պաշտպանել մեր շահերը, հունց չկրկնել սխալները ու հունց դիմակայել թայծասպառնալիքներին, սա այլևս մենակ հարգանքի հարց չի, սա գոյության հարց է, հիշել նշանակում է պայքարել, հիշել նշանակում է ապրել, ու քանի դեռ մենք հիշում ենք, մենք պարտվում չենք։ Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ։ Մամ ջան, սպաս է զանգում տլան, այս խոսքերն ընտրալ ցավի ու սպասման խորհրդանիշ մխել է հայ մայրերի հետի, ինքը զանգ չի տվալ, այդ զանգը մնացալ օդում չկայացած, բայց հավերժ հնչող հիշողության մեջի քառօրյա պատերազմի նահատակներից մինի մաման շարունակում է ապրելը որդու խոսքերով, հավատով ու հպարտությունով, յուրան սրտը լցված է կորուստի ծանրությունով, բայց նաև անսասան վստահությունով էր զոհվածների պայքարը իզուր չլար։ Արցախը անպայման վերադարձնելու ենք, մերն է Արցախը, ասում է ինքը միավորելով անձնական վիշնը ազգային երազանքը, յուրան խոսքերը ոչ միայն մորցավն, այլև ողջ ժողովրդի հավատը արդարության ու վերադարձի հանդեպ, այս պատմությունը հիշեցնում է վեր յուրաքանչյուր նահատակոնը յուրան ընտանիքը, յուրան սպասող մայրը ու յուրան չհնչած վերջին զանգը, վերշարունակում ապրելը մեր հիշողության մեջ։ Արցախ ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը կոշտ հայտարարություն արալ ըստ յուրան իշխանությունները նպատակաուղղված փորձում ջնջին Արցախի հաղթանակները ժողովրդի հիշողությունն յուրան ասելավ Արցախ բառը քայլ առ քայլ դուսամղվում հանրային խոսույթից փոխարինվելով ավելի խամրած ձևակերպումներով։ Դանիելյանը հիշեցրալ ավեր 2016-ի կռվը կանգնեցվել է Ադրբեջանի խնդրանքով, իսկ 2020-ի իրադարձությունները հալամ լիարժեք բացահայտման կարիք ունին։ Ինքը պահանջում է հրապարակել ազգային ժողովի զեկույցը պարզելու պատասխանատուներին։ Միևնույն ժամանակ ինքը հայտարարել է աջակցելու մենակ այն ուժերին, որոնց հետ Արցախի հարցը կապված չի, ընդգծելա վերտա ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ ազգի հարցը։ Ուրֆայի Գերմուշ թաղամասի հայկական պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջնականապես անհետանալու վտանգի տակի է գտնվում։ Սրա մասին ակունքների փոխանցումով հազանգում են թուրք մասնագետները։ Աղբյուրի համաձայն չնայած մասնագետների արտահայտած մտահոգություններին, թուրք պաշտոնյաները լռություն են պահպանում պատմական հուշարձանին ճակատագիրի թեմավը։ Եկեղեցում ուսումնասիրություններ իրականացրած մասնագետները նշում են տարիներ տևած վերականգնողական գործերը խիստ հերի են։ Եկեղեցու քարերը թույլացան, իսկ ճաքերը ավելացան։ Թուրք մասնագետները նաև շեշտում են եկեղեցին վերականգնվելու դեպքում ծառայելու է տվյալ շրջանում զբոսաշրջության զարգացման գործին։ Ուրֆայի ուղեկցորդների պալատի նախկին նախագահ Մյուսլիում Չոբանը թուրքական Ուրֆա բարաժ լրատվակայքի թղթակցին հետ զրույցում ուշադրությունը հրավիրել են փաստին Իրանվեր շրջանում ըստ ապօրինի պեղումներն իրականացվում ու եթե միջնամտություն ինի մեջ Գերմուշա հայկական եկեղեցին վերանալու է։ Ինքը վիլցրալ ավեր յուրանք տեղում ուսումնասիրություններ նրալ ու նկատալ վեր թե եկեղեցու ներսնթաշուրջ անօրինական կերպով փոստեր են փորվա։ Ինքը նաև ընդգծալ ավեր եկեղեցին կարևոր հատվածում է գտնվում, քանի որ այդ տեղով անցկենում դեպի Պորտասարի սրբավայր տանող ճանապարհը։ Վերջին շրջանում Հայաստանում տարածվել է թյուր կարծիք, թե Թուրքիան ոչ հայկական դպրոցներում դասավանդվում է հայոց լեզու։ Իրականում նման պենկավ է։ Հայերենը ուսուցանումը մենակ Կոստանդնուպոլսա սահմանափակ թվավ հայկական վարժարաններում վերգործում են համայնքային ջանքերով ու հատուկ կարգավիճակով։ Ինչը վերաբերում է Արևմտյան Հայաստանի տարածքներին, ապա այնտեղ իրավիճակը բոլորովին այլ է։ Հայերի ցեղասպանությունը մարզապուրց հայերը տասնամյակներ շարունակ զրկված են ելալ հայկական դպրոց ունենալու ու մայրենի լեզվով կրթություն ստանալի հնարավորությունն։ Սա հանգեցրել է լեզվի ու մշակույթի փոխանցման լուրջ խոչընդոտների, պատմականորեն հատկապես Աբդուլհամիդ II կառավարման շրջանից սկսած Օսմանյան իշխանությունների քաղաքականությունը նպատակ ունեցավ սահմանափակել վերացնել հայկական ներկայությունը հայաբնակ տարածքներում։ Այդ քաղաքականության հետևանքները զգացվում են մինչ օրս, ուստի կարևոր է փաստերի վրա հիմնված մոտեցումը ու իրականության ճիշտ ներկայացումը, հատկապես վերխոսքը վերաբերում է լեզվի կրթության ու ազգային ինքնության պահպանման հիմնահարցերին։
Արցախամշակութային ժառանգությունը պահպանելի նպատակով մեկնարկալ է հուշարձանների վավերագրման ու թվայնացման թեզը ծրագիր։ Նախաձեռնությունը ներառում է հազարավոր կոթողների համակարգված փաստագրություն, լուսանկարներով ու պատմական տվյալներով։ Ծրագրի նպատակն է ստեղծել հասանելի արխիվ, որպեսզի պահպանվի տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգությունը վերեսօր գտնվում վտանգի տակի։ Մասնագետները նշում են, որ աշխատանքը ունի ոչ միայն գիտական, այլև համազգային նշանակություն, ապահովելի հետի վեր արցախապատմամշակութային ժառանգությունը փոխանցվի ապագա սերունդներին։ Իսրայելական օդային հարվածներին Դարդան Լիբանանը հարավում կան զոհեր։ Տյուրի շրջանի Ռամադիե քաղաքում իրականացված ավիահարվածը խլել է 4 մարդու կյանք, ևս 3-ը վիրավորվել են։ Լիբանանը վարչապետը իրավիճակը գնահատել է քրիտիկական, նշել է, որ իսրայելական ռեժիմը փորձում է ստեղծել անվտանգության գոտի ու թույլատնել Հեզբոլլահի դիրքերը։ Թաթխոնը վերեցակ Խարբերդա տարածաշրջանը հայկական խոհանոցի քյոյնի ավանդույթներն է։ Այն տարիների ընթացքում իրել է Խարբերդի հայկական ընտանիքների սեղանի անբաժանմասը ու ծառայել է որպես սննդային ու առողջարար բաղադրիչ, հարուստ վիտամիներով ու հանքանյութերով։ Քյոյնաժամանակներում օգտագործվել է նաև որպես թարմացնող ու ամրացնող միջոց, հատկապես ձմեռային շրջաններին։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ տեսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։